ծանոթացել եք արդյոք այս մեղադրանքի հետ եւ ձեր գնահատականը։ Մեղադրանքի, այսպես ասած, ամբողջական տվյալը իսկապես չունեմ, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որը ունեմ թե Լևոն Քոչարյանի հետ, թե նաև Սեդրակ Քոչարյանի, նախագահ Քոչարյանի որոշակի տվյալներ ունեմ։ Ըստ էության պարզվում է, որ այս դեպքը վերաբերում է 2018 թվականին դեռևս բացահայտված տվյալների, որ պատկերացնեք ընդհանրապես խաբհման միջոցը, առավել ևս կալանքը որպես խաբհման միջոց վերաբերում է ինտենսիվ մի իրավիճակի քրեական վարույթի։ Եթե ես արդեն իսկ ձեզ բացահայտում եմ 2018 թվականից բացահայտված մի իրավիճակ, ոնց կարող է 2026 թվականին լինի այնպիսի մի իրավիճակ, որ այդ ինտենսիվությունը լինի, որ կալանքի հարց էլ առաջանա։ Արդեն կարծես թե ակնհայտ է նաև, որ այստեղ վաղեմության ժամկետի խնդիրներ էլ կան։ Մանրամասները չգիտեմ ինչպես։ Որ չի անցել։ Ես մեկ այլ իրավիճակով արդեն կռահում եմ, որ ենթադրաբար առնվազն մի մասը անցած ավաղեմության ժամկետը, հիմա ուղղակի իմ սուբյեկտիվ կարծիքն է, հիմա չբացահայտեմ, բայց առնվազն իրենք էլ շատ լավ գիտեն, թե ինչ խնդիր ունի այս գործը։ Առնվազն այն, որ այս աստիճան ինքը տևողության մեջ է, բացահայտված է եղել եւ տևողության մեջ է եղել։ Ես այստեղ իրավական բացատրություն չեմ տեսնում։ Եվ նաև երբ մենք նայենք նախորդիվ հնչեցված քաղաքական հայտարարությունները գործադիր իշխանության ղեկավարի կողմից ուղիղ ցուցումների տրամաբանության ներքո, այստեղ իհարկե քաղաքական բաղադրիչը այն աստիճան ակնհայտ է, որ նույնիսկ ես չեմ կարծում որևէ մեկը դա հերքի։ Ավելի վատ բան ասեմ։ Ես նկատում եմ, որ նույնիսկ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն էլ են հաստատում, որ այստեղ քաղաքական բաղադրիչը կա։ Այսա իսկապես անհանգստացնող երևույթ է, որովհետև դա նորմալ չէ։ Իսկ ինչ ակնկալիք ունեք այս դատարանից, հաշվի առնելով, որ դատավորը այն դատավորն է, ով կալանքի որոշում էր կայացրել նաև Դավիթ Ղազինյանի համար, նաև Մամիկոն Ասլանյանի համար, ու նաև հաշվի առնելով երկրորդ նախագահի առողջական վիճակը։ Եթե իրավական տիրույթում եք նայում, այսինքն պայմանականորեն 1 ամիս առաջ գնանք, փաստաբանիս գործունեության արտոնագիրը կասեցված չլիներ, հաստատապես կարող եմ պնդել Վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային իրավունք կա այլևս դրա վերաբերյալ, եւ այդ նախադեպային որոշումը կայացվել է առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ։ Վերաբերել է հենց կալանք խաբհման միջոց կիրառել չկիրառելուն։ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը ուղիղ է ասում, եթե կա առողջական խնդիր, ապա այն ինքնին արդեն հիմք է հանդիսանում, որ դիտարկվի այլընտրանքային խաբհման միջոցները։ Այստեղ հետևաբար եթե իրավական տիրույթով ենք նայում, պարզից պարզ։ Դատավոր Դադոյանի մոտ այո, ունեցել եմ մասնակցություն Դավիթ Ղազինյանի գործով, կարող եմ ասել, որ նիստի ընթացքում ակնհայտ էր, որ կալանքը որպես այդպիսին պետք է մերժվեր։ Դա ակնհայտ էր, բայց դատավորը կայացրեց այլ դատական ակտ։ Իրական կյանքը ցույց տվեց, թե Դավիթ Ղազինյանը խոչընդոտող վարքագիծ էր դրսևորում, թե ճիշտ հակառակը։ Եվ փաստացի արդեն տևական ժամանակ է որևէ խաբհման միջոց կիրառված չէ մեր գործընկերոջ եւ ընկերոջ նկատմամբ։ Նախագահ Քոչարյանի դեպքում նաև կարող եմ հաստատապես պնդել, որ երբ կար համակցություն ծանր մեղադրանքների, կհիշեք 2019 թվականից ընդհուպ մինչև 2021 թվականը, երբ գործը գտնվում էր դատարանում, դրա նախորդիվ 18 թվականից էլ ելակետը վերցնենք, կրկին որևէ մի տվյալ չի եղել երբևէ ոչ պատշաճ վարքագծի դրսևորման։ Ես կարծում եմ այս ամենը դատավոր Դադոյանը պետք է որ պատկերացնի, պետք է որ տեղեկացված լինի։ Բայց մյուս կողմից նաև գիտակցում ենք, որ օրինակ հակակոռուպցիոն դատարանը ձևավորվել է բացառապես 2018 թվականին հաջորդած ժամանակահատվածում։ Հակակոռուպցիոն դատարանի բոլոր դատավորները պաշտոնավարումը իրենց ստանձնել են 18 թվականին հաջորդած ժամանակահատվածում։ Ես վստահ եմ բոլորդ հիշում եք այն արտահայտությունները, որ սահմանադրական բարեփոխում է պետք, որ դատական իշխանությունը փոխվի։ Հիմա հակակոռուպցիոն դատարանն էլ է, այսինքն խնդիր է առաջացնում, իրենց ձևավորած դատարանն է։ Հենց իրենց ձևավորած եւ այն անձինք, ովքեր ձևավորել են այս դատարանները, դեռ պաշտոնավարում են։ Պարոն Վարդանյան, երեկվանից երկրորդ անգամ ձերբակալման որոշում տրվեց, Շատ հետաքրքիր հարց եք երրորդ տալի։ անգամը չէր կարող, ինչու էին շտապում։ Ես ավելին ասեմ, երբ 3 ձերբակալման որոշում կայացվեց, բայց որը ի կատար չացվեց, այսինքն կալանքի միջնորդություն չներկայացվեց եւ քննության չառնվեց, իմ կարծիքով դա էլ ինքնին արդեն հիմք էր, որ նույն միջնորդությունից չեն կարող բերել։ Սա ուղղակի, այսինքն տրամաբանություն է իրավական։ Եթե անձը պետք է խոչընդոտի կամ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի, իրեն 24 ժամն էլ չէ պետք է որ բավարար լիներ։
բայց ոնց տեսնում եք ոչ մի տենց հաղորդագրություն դատախազությունը չտարածեց ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ։ Իդեպ նույնությամբ պետք է ասեմ, որ ինչը խոսում էինք այս դեպքում, ամբողջությամբ վերաբերելի է նաև Սեդրակ Քոչարյանին, որի վերաբերյալ նաև այս հանգամանքն եմ ուզում բացահայտել, քանի որ տեղեկացված եմ եղել 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամսից կար վերջինիս նկատմամբ հարուցված քրեական վարույթ եւ կրկին առանձնապես ծանր հանցանքի մեղադրանքով իբրև եւ խափամամիջոցը կիրառվել էր բացակայելու արգելք 2018 թվականին։ Այստեղ որոշակի առումով գործում էր այն տրամաբանությունը, որ նախագահ Քոչարյանը այդ ժամանակ կալանավորված էր, որ որոշակի զսպող մեխանիզմ էր լինում մարդասիրության տեսանկյունից, պարզ մարդասիրության։ Բայց հիմա ոնց տեսնում եք, դրանցից եւ ոչ մեկը չի գործում։ Սեդրակը Քոչարյան կալանավորված է, որ հարցնեք լավ դրա հիմքը որը պետք է լինի, որովհետեւ դեպքը վերաբերում է 2005-6 թվականի իրադարձությունների։ Եվ կրկին շատ կարևոր հանգամանք էլ նշեմ, միջազգային փորձում քաղաքական հետապնդման բաղադրիչը ընդգծելու համար հիմնականում նայում են խափաման միջոցին։ Հիմնականում նայում են խափաման միջոցին, որովհետև այնտեղ էլ է պարզ այն ճշմարտությունը, որ շատ լավ գործեք հարուցել քննեք, բայց ինչի համար է կալանքը որպես խափաման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվում։ Դրա ողջամիտ պատճառաբանությունը ո՞րն է։ Օրինակ այս վերջերս հայտնի դարձավ, որ ԿՊԱ-ական պատգամավոր Բագրատյանի որդուն մեղադրանքի առաջադրվել շուրջ 15 միլիոն դրամի վնաս էր պատճառել ու նրա նկատմամբ Կարծես թիվը այդքան փոքր չէր։ Նրա նկատմամբ 1.5 միլիարդ դրամ, եթե չեմ սխալվում, մամլո հաղորդագրությունը տեսել եմ, իդեպ նշված ընտանիքին ես նաև ճանաչում եմ, դպրոցական տարիներից եմ ճանաչում, հետևաբար, այսպես ասած, բացասական լույսի ներքո կամ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ տիրույթում չեմ նայ հարցին, մեկ վարժություն ուղղակի կառաջարկեմ։ Ես արդյոք խնդիր տեսնում եմ, որ այնտեղ կալանքի միջնորդություն չեղե, չեմ տեսնում։ Իդեպ լինի քաղաքացիական պայմանագրից, թե այլ ուժից։ Հենց ամբողջ իմ այս օրերի ընթացքում էլ բարձրաձայնվող մոտեցումը հենց դրանում է։ Ինչի համար լինի կալանք, երբ կարող է լինել այլ խափաման միջոց։ Այլ խափաման միջոց կիրառվի, խախտում թույլ տրվի, թող ներկայացնեն կալանքի միջնորդություն։ Այստեղ է ամբողջ հենց իրավունքի գերակայության խզումը տեղի ունենում։ Սա է։ Պարոն Վարդևանյան, տպավորություն է, որ դատական համակարգում, երբ որ կալանքի հիմք չեն ունենում ընդդիմադիրների նկատմամբ, պարտադիր ընտրում են հիմք վարույթին չխոչընդոտելը։ Ինչպես եղավ օրինակ Սեդրակ Քոչարյանի պարագայում, ինչը անհասկանալի էր, թե ինչպես կարելի էր խոչընդոտել 20-25 տարվա վաղեմության վարույթին։ Հնարավոր է այս պարագայում էլ այդ նույն հիմքով կայացնեն կալանքի որոշում։ Չի բացառվում, այստեղ պարզապես ես կառաջարկեի, որ զարմացնեին հասարակությանը եւ կալանքի միջնորդությունը մերժեին։ Իսկապես ես վստահ եմ բոլորը կզարմանան, որովհետեւ այստեղ կարծում եմ այնքան ամեն ինչ ակնհայտ է տեղի ունենում, բայց դեպքեր եղել են, որ զարմացրել են, դա էլ ասեմ, եղել են։ Չալաբյանի դեպքով զարմացան։ Ինչ որ իմաստով, հիմա թող սա լիներ։ Դա տեսնում եք ինչ որ էպիզոդներ լինում են։ Կարող է լինել այս դեպքում, կարող է լինել։ Մա հարցը նա է, որ իրավական տիրույթում հարցը չենք քննարկում։ Ցավը դրանում է։ Եթե իրավական տիրույթում քննարկեինք, ընդհանրապես sense միջնորդության անհրաժեշտություն չկա։ Պարոն Վարդևանյան, հիշենք, որ արդեն մեկ վարույթով Ռոբերտ Քոչարյանը հենց այս դատարանում անցնում է, ի վերջո այդ գործով ինքը մեղադրյալի կարգավիճակ ստացավ, չստացավ։ Տրամաբանությունը նա է, որ որոշակի դատավարական փուլ անցել է գործը, մեղադրյալի կարգավիճակ որպես այդպիսի ընտրվել է, բայց այստեղ էլի կրկին դուք կարող եք հարցին նայել, եթե նայում ենք իրավական տիրույթում։ Իսկ ինչ վարքագիծ է դրսևորել այդ ողջ ընթացքում։ Մեկ դեպքի մասին լսել եք ոչ պատշաճ վարքագծի չեք լսել։ Չի եղել կալանքում, բայց քրեական վարույթ է եղել։ Քրեական վարույթ, կրկին ծանր մեղադրանք, այսինքն բոլոր այդ վավերապայմանները եղել են, բայց անձը պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Միջազգային փորձը, որ ուսումնասիրեք, գրեթե բոլոր հանրային հնչեղություն ունեցող դեպքերով։ Ես վերջին շրջանում նկատել եմ, չէ՞, կարծես թե ԱՄՆ փորձը շատ կարևորում են։ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ այնպիսի մեղադրանքների համակցություն է եղել, որի ծանրությունը մեղմ ասած չէր զիջում որևէ մի հնարավոր ֆանտազիայի շրջանակներում պատկերացնող մեղադրանքի ծանրության, բայց երբեք կալանք չէր կիրառվել, նույնիսկ մեկ օր կալանք չի կիրառվել, որովհետև կալանքը խափաման միջոց, ոչ թե պատիժ, այլ խափաման միջոց։ Թող գործը քննեն, դրանից հետո վճիռներ կայացնեն, բայց նախքան այդ խափաման միջոցը հնարավոր
ոչ պատշաճ վարքագծի խափանմանն է ուղղված։ Որտեղ է ոչ պատշաճ վարքագծի ռիսկը, չկա դա։ Չկա դա եւ ի վերջո նաեւ կարծում եմ այս դեպքերով, որոնք ունեն հանրային հնչեղություն, ցանկացած դեպքը դուք նկատել եք հանրային հնչեղություն ունեցող մի գործ փորձեք հիշել, որտեղ անձը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել լինելով ազատության մեջ։ Այ դա փորձեք հիշել։ Արդյոք պատասխանատվության կենթարկվեն, հա, տեսեք այսօրվա այս որոշում կայացնողները, հրահանգ տվողները ապագայում եւ ինչ գործիքներ կան, հա, իրավական տիրույթում պայքարելու, ասացիք դատավորների 18-ից հետո են նշանակվել, քննչական մարմինը ըստ էության ԱԱՑ-ն կատարում են մեկ մարդու հրահանգները, իրավական ինչ գործիքներ եք տեսնում պայքարելու Հայաստանում կոնկրետ։ Ես գտնում եմ, որ լավագույն պայքարի միջոցը ի վերջո լինելու է իրավունքի գերակայությունը եւ մարդասիրության սկզբունքի վերականգնումը եւ դրա գերակայությունը։ Ես չեմ գտնում, որ ատելությանը պետք է պատասխանել ատելությամբ, սխալին պետք է պատասխանել սխալով կամ պայմանականորեն այս անհամաչափ գործողություններին ավելի բարձր անհամաչափ գործողությամբ։ Ճիշտ հակառակը։ Իսկապես խավարին հաղթում է լույսը։ Ես դրան անկեղծորեն եմ հավատում։ Հետևաբար ապագայում կարծում եմ ուղակի մի քանի երաշխիքներ եւ ընդգծված քաղաքական կամք առայն որ դատական իշխանությունը իրավապահ համակարգը լինեն լիարժեք անկախ։ Այդ ժամանակ դուք այսպիսի հարցադրում պարզապես չեք էլ տա։ Իսկ թե ինչ կլինի նախորդիվ տեղի ունեցածի, իդեպ մեր գործընկերները նաեւ ներկայացնում են, որ ընդհանրապես մենք նաեւ համաներման գաղափարին կողմնակից ենք։ Ի վերջո այս որոգայթից պետք է դուրս գալ։ Վարչապետը ասում է ումից անկախ, ինչից անկախ եւ ժողովուրդն է, այսինքն ինքը ժողովուրդն է, սա ինչ է նշանակում։ Իդեպ եթե ուշադիր լսեք այդ խոսքը, տրամաբանությունը նրանում է, որ փաստորեն խնդիր է տեսնում գործադիր իշխանությունը, նրա հետ, որ բարձրագույն դատական խորհրդի 10 դատավորներից, 10 անդամներից 5 դատավոր անդամները ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, իսկ դատավորների ընդհանուր ժողովը չի ձևավորվում ընտրությունների միջոցով։ Այստեղ է խնդիրը տեսնում, ճիշտն ասած Վենետիկի հանձնաժողովը այդտեղ խնդիր չի տեսել, իսկ Վենետիկի հանձնաժողովը ժողովրդավարության, այսպես ասած, որոշակի ֆիլտրն է, եւ տենց խնդիր չէր տեսել։ Հիմա սա ինչ նորարարական մոդել էր, չգիտեմ, բայց կարող եմ մի բան ասել։ Փաստորեն, եթե խոսում են, որ դատական իշխանությունը պատկանի ժողովրդին, ապա պետք է ուղիղ ընտրություններ լինեն դատավորների, որ ԱՄՆ-ում կա օրինակ այդ մոդելը, դատախազները, դատավորները ընտրվում են, բայց նույն ԱՄՆ-ի մասնագետներին, որ հարցնեք, այնտեղ էլ կա մտահոգություն, որ չէ որ ընտրությունները ենթադրում են դրամահավաք, ենթադրում են որոշակի հովանավորների արկայություն եւ այլն, եւ դրանք էլ են ազդում դատարանների անկախության վրա։ Այսինքն լավագույն տենց որպես այդպիսին մոդել չկա։ Լավագույն ճիշտ մոտեցումը նա է, որ դատավորները պետք է լինեն անկախ, պետք է լինեն արեստավարժ, պետք է իրենց վարձատրության համակարգը լինի հավուր պատշաճի, ինչպես դատավորների, այնպես էլ իրավապահների համար, այսինքն քննիչը, դատախազը։ Այդ դեպքում նաև երբ ունենում ես քաղաքական կամք, այդ անկախությունը տեղի ունենում։ Եվ ժողովրդի իշխանությունը, դատական իշխանության դեպքում, դա ի՞նչն է ի վերջո, անկախ դատարանները։ Այն դատարանը, որ օրինակ, եթե գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ քաղաքական ցուցում տա, դա չունենա որևէ ազդեցություն։ Եթե որևէ մեկ այլ անձ ցուցում տա, կրկին չունենա որևէ ազդեցություն, այլ ազդեցություն ունենա իրավունքը եւ օրենքը։ Իսկ անկախ դատավորների ընտրությունը ԿԸՀ-ն կարող է անվավեր ճանաչել։ Եթե զինվորներ մասնակցեն, դե գիտեք, այդ շատ հետաքրքիր է, որ զինվորների մասնակցությունը, չգիտես ինչի, հենց ժամը 8-ից հետո է տեղի ունենում։ Եվ ընտրական տեղամասը այդտեղ խնդիր չի տենում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը խնդիր չի տեսնում, բայց ԱԿՀ-ն տեսնում է, բայց տեսնում է նաև վերջնական արդյունքների ամփոփումից մի քանի ժամ առաջ։